կանխատեսումների նեգատիվ եւ բոլոր ջանքերի եւ բոլոր փորձերի այս process-ը տնտեսության զարգացման process-ը գնում է եւ ես ուզում եմ նաեւ իմ փորձը կիսել նախորդ թող շաբաթների, որովհետեւ այդ թեման էլ կա եւ քննարկվել է, օրինակ զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ ունենք եւ այդ աճի ֆիզիկական արտահայտությունը ինքս եւ իմ ընտանիքը զգացել է, օրինակ պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է եւ այն պայմաններում, երբ Գորիսը ոնց որ թե իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավական առաջատար դիրքեր ունի, ոնց որ թե Երևանից, Գյումրիից հետո ոնց որ կարծես լավ, եթե ոչ երրորդը, գոնե 4-5-րդ հյուրանոցային տնտեսությունը ունի, ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել նաև, որ սա նաև արդյունք է նրա, որ մենք Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրում արեցինք եւ ես վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնը առնվազն ըստ էության հասել այն տեսքի, որ շատ մեծ տպավորություն կարող է թողել զբոսաշրջիկների վրա եւ իհարկե մասնավոր հատվածի մեր գործընկերներն էլ արձագանքել են, Գորիսում արդեն բավական լավ հյուրանոցներ կան։ Ես ձեզ ասեմ, որ այսպիսի մի առանձնահատկության մասին էլ ասեմ, ես 2018 թվականից եւ դրանից առաջ չեմ հիշում, բազմիցս եղել եմ Մեղրիում եւ առավել ես վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չէի գիշերել Մեղրիում մի պարզ պատճառով, որ այնտեղ հյուրանոց չկար, որը պատվիրակությանը հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ եւ այս տարի առաջին անգամը, երբ որ ես Մեղրիում գիշերել եմ, որովհետև արդեն այնտեղ նորաբաց հյուրանոց կա եւ սրանք կարծում եմ ազդակներ են, որ մենք պետքա ճիշտ ներկայացնենք եւ կարծում եմ կարեւոր ազդակներ են եւ բոլոր այդ մարդկանց աշխատանքի շնորհիվ է նաեւ որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշները արձանագրվում են, իհարկե նաեւ կառավարության եւ ուզում եմ մեր տնտեսության ոլորտում մեր աշխատող բոլոր մեր հայրենակիցներին ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում եւ վճարում են օրենքով սահմանված հարկերը, բոլորին շնորհակալություն հայտնել եւ կառավարության գործադիր իշխանության մեր գործընկերներին էլ շնորհակալություն հայտնել, հույս ունենալով, որ այս տեմպը, տնտեսության այս տեմպը կարողանանք պահպանել։ Համեցեք, պարոն Պապոյան։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ շարունակել ձեզ, մենք եթե նայենք ինչ տեսք ունեին սրանից մի քանի տարի առաջ, նշեցիք Գյումրին կամ Գորիսը եւ հիմա դրանք բոլորովին էապես տարբեր քաղաքներ են եւ տարբեր միջավայրեր են եւ այստեղ կառավարության առաջնորդող դերակատարում շատ էական նշանակություն ունեցել եւ այդ 49 միլիոն դոլարանոց ծրագիրը, որ այս տարիներին իրականացվել է փաստացի 18-24 թվականներին, Դիլիջանը, Գյումրին, Գորիսը նաև Մեղրիում են, այնտեղ նոր թաղամաս կա, այդտեղը էական ենթակառուցվածքներ ստեղծվել, իրենք առաջնորդող են եղել եւ դրա հետեւից, եթե նախկինում կային մի քանի հյուրանոցներ, արդեն մի քանի տասնյակ հյուրանոցներ են կառուցվել եւ ուզում եմ նշել, որ շուտով կառավարությունը կսկսի արդեն նոր ենթակառուցվածքային ծրագիր, որը արդեն շարունակելու է Գորիսը, շարունակելու է Ջերմուկը, Գյումրին ավելանալու է Եղեգիս կլաստերը, Արենի կլաստերը, Դվին կլաստերը, Դիլիջանն են շարունակելու, այսինքն մեր զբոսաշրջային միջավայրերը շարունակելու ենք բարելավել եւ սրան զուգահեռ իհարկե նաեւ մեր քաղաքականություններն ենք բարելավում, վերջերս ընդունեցինք որոշումներ արաբական երկրներից, մի շարք այլ երկրներից ավելի հեշտացված կարգով Հայաստան գալու եւ զբոսաշրջային մեր միջավայրը վայելելու, տեսնելու հնարավորության մասին, այսինքն այստեղ ուզում եմ դες երկրորդել եւ նշել, որ կառավարության քաղաքականությունները ոչ միայն էապես փոխել են, այլ նաեւ եղել են համահունչ գործարար միջավայրին։ Կառավարությունը ստեղծել է ենթակառուցվածք, գործարար միջավայրը, հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ եւ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Շատ լավ, հարգելի գործընկերներ,